Շարունակում է երկերկոցը եւ ես զրուցում եմ կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Մարո Մուրադյանը ժամանակին ասել է զարմանալին այն է, որ համերգների ժամանակ երբեք չենք զգում սահմանը մեր եւ ունկնդրի միջև։ Փոխադարձ համաձայնություն է տիրում հոգիների ինքնամոռաց ձուլում։ Այսօր էլ է այդպես։ Այո, այսօր այդպես է, որովհետև հայ ժողովուրդը հանդիսատես չի եղել։ Առաջ հարսանիքներին հայ ժողովուրդը եղել է մասնակից, ընդհանրապես հանդիսատես չի եղել այսօրվա նման, որ նստում են սեղանին, այնտեղ նվագում, երգում են, լսում են, եւ այդ հոգեբանությունը հայ ժողովրդի մեջ մնացել է, երբ ինքը գալիս է իր հարազատ երգերը լսելու, որ հենց ինքն է ստեղծել, մեր ժողովուրդը անընդհատ ուզում է մասնակից լինել։ Վերջում բոլորը դուրս են գալիս, պարում են, դալիճում կամ տեսնում ես նստած տեղից երգում են ակունքի հետ, ուզում են սովորել, այդ հոգեբանությունն է, որ այո, չկա այդ սահմանը։ Ենթադրում եմ, որ ոմանք նոր ստեղծագործություններ են առաջարկում համույթին։ Եթե ընդունում եք դրանք, ապա ինչ չափանիշերով եք ընտրում այդ երգերը։ Մենք ստեղծագործություններ չենք ընդունում, որովհետև համույթի տեսակ այնպիսին է իր առաքելությունը, ոչ թե կատարել ինչ-որ անհատների ստեղծագործություններ, այլ կատարել հայ ժողովրդի հազարամյակների պահպանված ժողովրդական երգերը արևմտյան եւ արևելյան մեր պատմական հայրենիքի արևմտյան արևելյան Հայաստանի բոլոր շրջանների երգերը մենք երգում ենք։ Արդեն դա այնքան շատ է, որ ստեղծագործություններ մենք այդ բանով չէ, նկատի ունեմ, եթե այս ստեղծագործություններից բերեն ուզենան ձեզ տալ։ Գիտեք, այդպես բան ձեզ անկեղծ ասեմ, չեն էլ կարող բերել, որովհետև ամեն ինչ այսօր հայտնի է։ Հազարավոր երգեր գրառել են Կոմիտասի աշակերտները, 1500 երգ պահպանվել է Կոմիտասից, որոնց միջև այսօր հնչել է մոտ 250, 1200-ից ավել երգ Կոմիտասից երբեք չի հնչել։ Իսկ ակադեմիայում կա 30,000 երգ հավաքած եւ դասավորված, հատորներով հրատարակվում են։ Այնպես որ շատերին, երբ որ երգ են բերում, իրենց թվում է նորություն են բերել, ինչ որ, հա, բայց հավատացեք, հայ ժողովրդի իր ամբողջ առանգությունը փրկել է։ Ակունքն ունի մանկական խումբ կամ ստուդիա։ Ակունքը ուներ մանկական խումբ, այդ մանկական խմբից անցնում էին ակունք, կամ սովորում գնում իրենց խումբն էին բացում, տարածվում էին, ցավոք այսօր չունի, բայց նպատակ ունի վերականգնելու։ Օրինակ մեր ավագը, որ սրնգար բլուլահարներ, երեխա ժամանակից նվագում է ակունքում։ Ակունքներին վերադառնալն այսօրվա հայ մարդու համար պետք է նպատակ լինի, թե միջոց։ Երկուսն էլ, որովհետև հայ մարդը թարապես իր բնույթով միշտ առանց բացատրություն չունի, դա ձգտում է իր ակունքներին, ուզում է իմանա ինքն ով է, իր նախնիները ով են եղել, իր հին մշակույթը որն է եղել, դա դրված է հայերի մեջ, չես հասկանում որտեղից կամ նույնիսկ երեխան, որ իրեն չսովորացնեն այդպես, ինչ որ ժամանակ հետո սկսում է հետաքրքրվել իր հին մշակույթը որն է, ինքը ով է, որտեղից են իր նախնիները, իր քանի հազար տարվա պատմություն ունի իր երկիրը, որտեղից են գալի, որից են առաջացել քաղաքակրթությունը, բոլորի մեջ այդ կոդը կա դրած, հետաքրքրվում են։ Այդպես չի բոլոր ազգերի մոտ։ Ձեր դասախոսություններում դուք խոսում եք ազգային երաժշտության բժշկող, ապաքինող ուժի մասին։ Իսկապես երաժշտությունը կարող է բուժել։ Տեսեք, ձայնը ֆիզիկական ալիք է։ Ֆիզիկական ներգործություն ունեմ։ Եթե ֆիզիկայով նայեն, ձայնը ալիք է։ Դա մտնում է ականջից ներս եւ մարդու ներսում ազդում ամբողջ բջիջների եւ այլնի վրա։ Ապացուցված է, որ երաժշտության տակ դնում են ջուրը եւ նայում են այդ ջրի մոլեկուլյար կառուցվածքը, նայած երաժշտության տակ փոխվում է այդ մոլեկուլյար կառուցվածքը, դասական երաժշտության, Մոցարտի եւ այլն, եւ վատ երաժշտությունը կարող է ուղղակի քայքայել մարդուն, մանավանդ այսօր օգտագործվում է էլեկտրոնային ցածր ձայն դմփոցներ, որոնք արհեստական են, թմբուկի ձայնագրություն չեն, դա ուղղակի առողջությանը վնաս եւ Կոմիտասի վերջի հոդվածը բժշկություն երաժշտության հոդվածն էր։ Միջնադարյան մեր ձեռագրերից կային, թե ինչպես են առաջ հնում բժշկությամբ բուժել։ Դա տարածված էր հին ազգերի մոտ, հին Հունաստան, Հնդկաստան, Չինաստան եւ նույնիսկ արաբական աշխարհում։ Կոչվում էր մարդը ուներ 4 տարեր, քողջուրոթուր եւ ամեն լարը քնարի համապատասխանում էր այդ տարերքներից մեկին եւ նայած ինչ հիվանդություն է, որ եղանակը պետք է նվագել, որպեսզի այդ հիվանդության լավանա, սա շատ հնուց է գալիս։
Եվ ի վերջո երբ է բեմադրվելու ձեր ստեղծած Սասունցի Դավիթ ազգային օպերան։ Իմ Սասունցի Դավիթ օպերա բալետը հիմնված է մեր հին էպոսի մեղեդիների վրա, որ պահպանվել է Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Քոչարյանի, Սրբուլիսյանի եւ այլոց շնորհիվ այդ ամբողջը հավաքել եմ։ Պատրաստել ենք մեր միջնադարյան ձեռագրերից վերցրած մանրանկարչության մեջից այդ գործիքները, այսինքն պղնձյա փողերը, ինչպես այնտեղ նկարած է, եւ մեր հին նվագարանները դրանցով էլ կատարել ենք։ Հիմա ուզում ենք բեմադրենք ակունքով եւ ակունքի հետ արդեն երկային մասերը 110 համար է դա ամբողջը սովորել ենք, հիմա արդեն նախարարությունը հատկացնում է հաստիկներ նվագողների, որ ավելացնենք եւ արդեն մնացածը ռեժիսորի գործն է, բեմադրության, պետք է նաեւ Մնջախաղի թատրոնը Ժիրայր Դադասյանի մասնակցի եւ էպոսը հնում չեն պատմել կամ ինչպես կարդում են այսօր։ Էպոսը հնում եւ Գարեգին Սրվանտյանցը երբ գրառեց երկելով են պատմել, խոսել են, հետո ասերգել են եւ զգացմունքը շատացել է, երգել են։ Այդ երկող հատվածները այնտեղ նույնիսկ կա գրված է երգում է, երգ է։ Ահա այդպես ուզում ենք մեր ժողովուրդ տեսնի, որովհետեւ մեր ժողովրդի համար էպոս ունի աստվածաշչան արժեք եւ դա միայն կարդալով չի, երեխաների հատկապես նոր սերունդի համար պետք է որ նա տեսնի եւ դրանով դաստիարակվի, ապրի այնտեղ մեր ոգին է, մեր տեսակն է, մեր էությունն է խտացված էպոսի մեջ։ Մենք անհամբեր կսպասենք Այո, ներկայացման։ կլինի հաստատ։ Շնորհակալություն ձեզ։